Սամցխե Ջավախեթի աշխարհագրական դիրքն արդեն խոսում է տարածաշրջանի անբարենպաստ եղանակային պայմանների մասին։ Տարվա 4 եղանակները մշտապես անակնկալ են մատուցել Ջավախցուն։ Գարնանը տեղացող անուն մեջ անձրևները, ամռան բերքի հասունացման շրջանի չորայնությունն ու դեռ աշնանից սկսվող ու միջգարուն շարունակվող ձմեռները բնակիչների համար դարձել են սովորական երևույթներ։ Սակայն ի տարբերություն նախկինի այսօր գոնե կա դիմակայման ինչ-որ միջոց։ Օրինակ, եթե առաջներում ցրտաշունչ ու բքոտ ձմեռն անցկացնելու միակ միջոցը տանը վառարանի մոտ նստելն ու գարնան գալուն սպասելն էր, այսօր ի տարբերություն նախկինի, երբ շրջկենտրոնի հետ կապը անանցանելի ճանապարհների պատճառով կտրվում էր, շրջանի գյուղերի ճանապարհներն անհրաժեշտության առաջացման դեպքում իսկ մաքրվում են։ Դեպի գյուղեր տանող ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում է Դարոժնիկ ընկերությունը։ Վերջինիս տնօրեն Արման Նորսոյանից տեղեկանում ենք, որ ընկերության տեխնիկան աշխատում է բնականոն հունով։ Այսօրվա դրությամբ բաց են շրջանի բոլոր գյուղերի ճանապարհները, հավաստում է տնօրենը։ Այս տարի փակվել է 3 անգամ, 2 անգամ փոքր խանչալնի, մի անգամ կատնադուր ճանապարհները, ընդամենը փակված վիճակում եղել է կես ժամ, զանգարել ենք մեր տեղի ղեկավարությանը, միանգամից տրակտորներն եկել են, մեր գյուղի ճանապարհները միշտ բաց եղել։ Ընդհանուր վիճակը շատ նորմալ է, այս պահին էլի նորմալ է։ Մեր տեղի ղեկավարությունը ամեն հարցով երբ զանգել է, կաճակցել է, ճանապարհների խնդիր չենք ունեցել։ Մեր ժողովուրդը միշտ է ճանապարհների փակ վիճակ չեն տեսել։ Հեշտի այտարացքային միավորման կամ գյուղբայի ներկայացուցիչ Սեպնիկ Գողոսյանը նույնպես գոհ է ընկերության կատարած աշխատանքից։ Հարկ եղածի դեպքում ճանապարհները մաքրվում են։ Այս տարվա ընթացքում դեպի հեշտատանող ճանապարհահատվածն արդեն մի քանի անգամ է մաքրվել։ Ճանապարհների մասին ես կարող եմ ասել ոչ թե միայն ծմռվա ընթացքում, այն աշնան ժամանակահատվածում մենք այնպես արեցինք, որ հեշտյա ուջմանա եւ հեշտյա թորյա ճանապարհները համարյա կարող եմ ասել անանցել են, հենց հեշտյայից դուրս գալով։ Աշնանը մենք լրիվ ուրեմն ճանապարհները կարգավորեցինք, ուրեմն մատերիալով լցեցինք, հարթեցինք շատ լավ։ Իսկ ինչ կվերաբերի ծմռան մասին, ծմռվա ոնց որ արդեն ծուն է եկել, թորյա ուջմանա հեշտյա ճանապարհները միշտ մաքրած են։ Ես կարող եմ օր ասել, որ օրն են եկել եւ ինչ է։ Կարող եմ առանձնացնել ամսու 2-ի օրը, որն որ գիշերվա մինչև 4-ը ամբողջ ճանապարհային շինարարության ուրեմն ամբողջ անձնակազմը հեշտյայի ճանապարհին էր։ Ունեինք ուրեմն ծնտաբերող ընտանիքներ, հիվանդ ընտանիքներ, դրանց հիման վրա մենք ամբողջ գիշերը դուրս էինք ճանապարհների մաքրման գործում էինք։ Ինչ կվերաբերում մինչև այսօր ճանապարհները լրիվ մաքրած են, հենց զանգելուց անմիջապես ուրեմն մակրող տեխնիկան արդեն դուրս եկելուց մաքրելու։ Կարող եմ ես վկա այսօրվա, որ մինչև հիմա էլ ճանապարհային տեխնիկան գտնվում է հեշտյայի ճանապարհ։ Այս պահին ես կարող եմ ասել մեր տարածքում հեշտյայի համայնքի տարածքում պրոբլեմ չի եղել, ես կխնդրեմ ուրեմն ամբողջ անձնակազմին, պարոն Մակոյանին, շրջանի ղեկավարությանը, ոնց որ այսօր կարող եմ ասել բռնած է գործը, մինչև գարուն թող այդպես շարունակական լինի։ Մենք ամբողջ հեշտյայի համայնքի կողմից շնորհակալություն ենք հայտնում եւ խնդրում ենք, որ այս բոլոր աշխատանքները թող լինեն կարգավորված մինչև գարուն։ Ճանապարհների անցանելիության ու ճանապարհամաքրման աշխատանքներն իրականացնող ընկերությունների գործունեության մասին առավել մանրամասն տեղեկանում են Հինոց-Մինդայի մունիցիպալիտետի Գամգեբելի Գագիկ Կարսյանից։ Մունիցիպալիտետը ամեն տարի ասեմ, որ 90,000 գումար լար, ասենք գումար ենք տնում այդ աշխատանքների իրականացման համար։ Դե քանի որ ասենք Հինոց-Մինդայի շրջանում կամ մունիցիպալիտետում այլ ուրիշ ընկերություն չկա, որոնք կարող են այդ կարգի աշխատանքով զբաղվել, հիմնականում աշխատանքները կատարում է Դարոժնիկ ընկերությունը։ Պետք է ասեմ, որ ճիշտ է կան, ասենք ժամանակավոր խափանումներ երթևեկության, դա բնական է, այնպիսի եղանակային պայմաններ են Հինոց-Մինդայում, որ Սամցխե Ջավախեթի ոչ մի տարածաշրջանում այդպիսի բուկուբորան, այդպիսի ձենահոսքեր, այդպիսի քամի չկա, բայց ամեն դեպքում մենք աշխատում ենք եւ կարող եմ ասել, որ չկա այդպիսի գյուղ, որ կարող է ամբողջ օրվա ընթացքում ճանապարհը փակված լինել։ Պատահել է դեպք, որ ասենք 1 ժամ, 2 ժամից ավել ոչ մի ճանապարհ չի փակվել։ Իսկ հիմնական մայրուղին, որը տանում է դեպի Հայաստանի կողմ, տանում է դեպի Ծալկայի կողմ, չեմ ուզում ախալքալական նշել, որովհետև այնտեղ այդպիսի խափանումներ, այդպիսի խնդիրներ չունենք։ Իրականացնում է Ջավախք ավտոգզան, որի դիրեկտորը Ինասարիձե Նոդարն է։ Այսօր այս պայդարությամբ աշխատում են, հիմնական մեր պրոբլեմը
դեպի Գանձագնացող այդ տարածքում 11 կոչված հատվածն է, որտեղ անընդհատ բուկուբորան քամի է, բայց ամեն դեպքում այդ աշխատանքները ընթանում են, մաքրման աշխատանքները մեծ խնդիրներ այս պահի դեռությամբ չենք ունեցել։ Կարող է ժամանակավոր խափանումներ 1 ժամ, 2 ժամ տեղի ունեցել են, բայց ոչ ավելին, որովհետև եւ ասենք Ջավախ ավտոգզան եւ ասենք դարոժնիկ ընկերությունների տեխնիկաները կազմում պատրաստ են, վարելիքի պակաս չունեն, պահեստան մասերի պակաս չունեն, կանգնած են եւ եթե դուք նկարահանել եք հենց մեր այս խաչմերուկի վրա ոստիկանական շենքի դիմաց 2 տրակտոր այդտեղ են կայնած, մնացածները Տերյան փողոցի վրա, այնպես որ կազմը պատրաստ, երբ որևէ խափանում փոքրիկ ահազանգ է լինում, անպայման մենք կապում ենք եւ ուղարկում ենք վայր։ Ներկապահին անցանելի են բոլոր գյուղերի ճանապարհները։ Մեր չհաջողվեց ուղիղ կապ հաստատել նաև մայրուղիների մաքրման աշխատանքների իրականացնող Ջավախ ավտոգզան տնօրեն Նոդար Նասարիձեի հետ, սակայն հեռախոսազրույցով տեղեկացանք, որ անցանելի են նաև դեպի մայրաքաղաք ու Հայաստան տանող ճանապարհները։